Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հայաստան, Եվրոպա, որը պիտի լինի այսօր մեր օրակարգը։ Եվ այդ օրակարգի ներքո որն է կարճաժամկետը ամենաարագ քայլեր պահանջողը, որն է միջնաժամկետը, որը երկարաժամկետը։ Ընթերցողը այս հարցերի պատասխանը կարծում եմ կստանա։ Այս հարցերի պատասխանները ընթերցողները կստանան Կարեն Բեգարյանի աշխարհաքաղաքական գրավիտացիա գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 2-ին։ Այս գիրքը Բեգարյանի խոշորացույց գրքի շարունակությունն է։ Խոշորացույցում հեղինակը պատմում էր Հայաստանի 30 տարվա արտաքին քաղաքականությունը։ Աշխարհաքաղաքական գրավիտացիա գրքում Կարեն Բեգարյանն անդրադառնում է ուժային կենտրոններին՝ Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Հնդկաստանին, Մերձավոր Արևելքին։ Ուղղություններից յուրաքանչյուրում կա զրույցը, ուրեմն ներառող կոնկրետ այդ ուժային կենտրոնի դերը, նշանակությունը աշխարհում, մյուսների հետ հարաբերությունները, նրա շահերի եւ գործողությունների պրոյեկցիան Հարավ-Կովկասի վրա եւ Հայաստանի հետ արդեն։ Եվ յուրաքանչյուրը ավարտվում այդ տեսլականով։ Այդ տեսլականներում գրքի հեղինակը նկարագրում է, թե ինչ պետք է անի Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչի վրա պետք է հիմնված լինեն այդ հարաբերությունները եւ որը պետք է լինի Հայաստանի օրակարգը։ Հերմինե Մխիթարյանը, ով գրքի հեղինակի հետ զրուցել է Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Չինաստանի մասին, ասում է, գրքի արժեքավոր հատվածներից մեկը տեսլականներն են։ Դրանք առանձին փաստաթղթեր են կարելի ասել, դրանք զրույցների ձևաչափով չեն, զրույցների արդյունքում պարոն Բեգարյանի ներկայացրած տեսլականն է, ինչը կարծում եմ իր հուսով եմ, այսպես ասեմ, իր կիրառական նշանակությունը նաև կունենա վաղվա Հայաստանում որոշումներ կայացնողների համար, այդ թվում ծառայելով նաև որպես ուղեցույց։ Ռուսաստանի, Եվրամիության, Մերձավոր Արևելքի երկրների մասին Կարեն Բեգարյանի հետ զրուցել է Աննա Կարապետյանը։ Յուրաքանչյուր երկրի հետ Հայաստանի հարաբերությունների հիմքումս նրա պետք է լինի պետական շահը, ինչը նրա գնահատմամբ ցավոք այսօր չկա։ Հայաստանը դարձել է արտաքին դերակատարների շահերի սպասարկողը, եզրակացնում է Կարապետյանը։ Բոլոր երկրների հետ հարաբերությունների հիմնական տեսլականի հիմքում դրվել է այն գաղափարը, որ Հայաստանը պետք է բոլորի հետ փորձի զարգացնի հարաբերություններ, բայց որևէ դեպքում չդնելով մեկը մյուսին հակադրելու սկզբունքը, իր եւ գերակայություններն էլ կամ համագործակցության ոլորտները կամ խորությունը եւս պետք է բխի նրանից, թե տվյալ ուղղությունը, տվյալ երկիրը Հայաստանի ազգային պետական շահերի համար ինչ նշանակություն ունի, ինչ հարցերում։ Այսինքն, եթե նույն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին անդրադառնանք, բնական է, որ Ռուսաստանը Հայաստանի համար առաջին հերթին անվտանգային, տնտեսական հիմնական գործընկերն է, դաշնակիցն է եւ հետեւաբար հնարավոր չի այս ուղղությամբ հարաբերությունները փչացնելով փորձել անվտանգություն փնտրել Արևմուտքում, Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում։ Աշխարհաքաղաքական գրավիտացիա գիրքը հեղինակի խոսքով իրական քաղաքականության մասին է Հայաստանի 1991-ից 2024 թվականների արտաքին քաղաքականության, արվածի ու չարվածի մասին է, իսկ ինչ չեն կարել որպես պետություն այդ տարիների ընթացքում։ Բավական բաներ կա, որ չի արվել, ուրիշ բան, որ այդ չարվածի մեջ առավել մեծ թիվ է կազմում, ես խոսեմ եթե մինչև 18-ի մասին, առավել մեծ թիվ է կազմում օբյեկտիվ պատճառների համախումբը, որովհետև փոքր երկիր, նորանկախ երկիր, իր բավականին լուրջ խնդիրներով, պատերազմով անցած, մինչև երկրաշարժով անցած եւ այլն, իսկ շատ լավ պատկերացնում եք, որ արտաքին քաղաքականությունը շատ լուրջ ռեսուրսներ է ուզում, այսինքն այդ օբյեկտիվ այդ համախումբը կա, բայց մյուս կողմից 18-ից հետո մենք ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում ընդհանրապես արտաքին քաղաքականության հետ եւ զրույցը բացում է այդ փակագծերը։ Փակագծերի ներսում մանրամասներին ծանոթանալու, կեղծատողությունները վերացնելու եւ փաստարկված ճշմարիտ պատմություն կարդալու համար աշխարհաքաղաքական գրավիտացիա գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից, այն վաճառքում կլինի մայիսի 6-ից։